Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հատիս լեռան գագաթին վեր է հառնելու Հիսուս Քրիստոսի 101 մետր բարձրությամբ արձանը, որը դառնալու է ամենաբարձրը աշխարհում։ Նախագծի շրջանակում կայացել է արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և պաշտոնական կայքի շնորհանդեսը։ Մոնումենտալ արձանի կառուցումը, ըստ Ծառուկյանի, նոր շունչ է հաղորդելու ազգային միասնության գաղափարին, միաժամանակ դառնալով տուրիզմի խթանման ու միջազգային ճանաչելիության հզոր գործիք։ Մենք, քանի որ աշխարհում առաջի քրիստոնյաներն ենք, մենք պետք է ունենանք ամենալավը, ամենա հզորը, որ հոգի լինի, կյանք լինի, գեղեցկություն լինի, հզորություն լինի։ Մոտ 337 քանդակագործ դիմել է իրենց ծրագրերով, տարբեր առաջարկներով, նկարներով, քանդակներով։ Մրցույթի առաջին փուլում ամբողջ աշխարհից ստացված ավելի քան 300 նախագծից հանրային SMS քվեարկության համար ընտրվել են 12-ը, որին զուգահեռ անցկացվել է նաև մասնագիտական հանձնախմբի փակ քվեարկություն։ Արդյունքում հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։ Այս պահին Հատիսի բարձունքում շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են, սակայն ավարտի հստակ ժամկետ առայժմ հայտնի չէ։ Դա ոչ հաշվարկ են կարել, ոչ մի բան, միայն իմ նպատակ, որ ամենալավը լինի, որը որ դուրս չի գալի քանդում ենք, որը պետքա փոխում ենք, ճարտարապետի, դիզայնի, կոնստրուկտորի, շինարարի հետ, որ ոչ թե մենք ձևի համար ենք կառուցում, որ արագ արեցինք, այլ հոգի է դրվում, որ գնաք տեսնեք, կպատկերացնեք ինչա կատարվում։ Գագիկ Ծառուկյանը նաև նշում է. սեպտեմբերի 26-ից յուրաքանչյուրը, ով ցանկանում է բարձրանալ Հատիս, հետևել արձանի տեղադրման աշխատանքներին, կարող է կամավորագրվել։ Նա վստահ է, սա պատմական պահ է և ապագայում մասնակիցները հպարտությամբ պատմելու են, որ դրա մի մասն են կազմել, իսկ խոսքը եզրափակում է Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված բարեմաղթանքներով։ Թող այդ կառույցը պահպան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, ավելի մեծ ճանաչում տա, խաղաղություն, երջանկություն, հզորություն, անվտանգության ապահովում։ Աստված թող երեսը չթեքի մեզնից, միշտ մեր կողքի լինի, միշտ պահապան լինի մեր ազգին, մեր երկրին, մեր ժողովրդին։